Գիտես, որ այնտեղ, որտեղ այսօր կանգնած է Մոսկվա կինոթատրոնը, մի ժամանակ կար մի մեծ ու կարևոր հայկական եկեղեցի։ Այն կոչվում էր Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցի եւ կառուցվել էր դեռ 1800-ականների սկզբին։ Սա ոչ թե փոքր փողոցային մատուռ էր, այլ քաղաքի գլխավոր ու ամենամարդաշատ եկեղեցիներից մեկը։ Եկեղեցու տեղում նախկինում եղել է ավելի հին, փոքր մատուռ, որը 18-րդ դարի վերջում վնասվել էր երկրաշարժից եւ դրա փոխարեն է կառուցվել մեծ գմբեթավոր նոր եկեղեցին 1804-ից մինչև 1811։ Եկեղեցին ունեցել է բազմաբեկոր խաչքարեր, որոնց մի մասը պահպանվել է մինչև հիմա, տեղափոխված այլ վայրեր կամ պահվող թանգարաններում։ Այն քանդվել է 1930-ական թվականների խորհրդային իշխանության որոշմամբ։ Քանդման պատճառը քաղաքաշինական նոր ծրագրերն էին եւ հակաեկեղեցական քաղաքականությունը։ Եկեղեցու տարածքում սկզբում կառուցվեց ԽՍՀՄ ժամանակների մշակութային մեծ համալիր, որը հետագայում վերածվեց Մոսկվա կինոթատրոնի։